Երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Պահանջներ Միեդից Ադրբեջանին, ինչ է պահանջել կառույցը գերիների վերաբերյալ։ Մինչ պաշտոնական Երևանից չկան հստակ գնահատականներ, քաղաքական արձագանք կամ պահանջների կոշտ ձևակերպում, Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցում միջազգային կառույցները պարտավորություններ են դնում Բաքվի առջև։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նոր որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը ներկայացնել հայ գերիների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, ներառյալ դատավճիռները, պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը։ Դատարանը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը, որով վերջինս փորձում էր ազատվել միջանկյալ միջոցից, այսինքն դադարեցնել պարբերաբար հաշվետվությունների ներկայացումը։ Փոխարենը Միեդը կրկին վերահաստատել է Բաքուն պարտավոր է բացել գերիների գործերի մանրամասները եւ ներկայացնել դատարանների հիմնավորումները։ Իրավապաշտպան կառույցները նշում են, միջազգային դատարանի նման որոշումները կարող են լուրջ գործիք դառնալ գերիների իրավունքների պաշտպանության համար, բայց դրանց արդյունավետությունը կախված է նաեւ Հայաստանի իշխանության ակտիվ դիրքորոշումից։ Սակայն այսօր առավոտյան ադրբեջանական մամուլը դաշտը ողողում է մի վերնագրով։ Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Նյութի բովանդակությանը ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ խոսքն ընդամենը $960 վարդերի մասին է։ Վարդերը ներմուծվել են Նիդերլանդներից, բայց մաքսային վիճակագրության մեջ հաշվառվել են որպես Հայաստանից ներմուծում։ Ըստ Ադրբեջանի մաքսային կանոնների գործընկեր երկիր է համարվում այն երկիրը, որտեղից ապրանքը մտել է, ոչ թե դրա արտադրողը։ Սակայն Ադրբեջանից Հայաստան ներմուծման թիվն այսքան համեստ չէ։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է $5,757,000 ապրանք, դրանցից շուրջ $1.5 միլիոն միայն մարտին։ Համարժեք է արդյոք այս հայ-ադրբեջանական փոխադարձ առևտուրը, լսենք նախկին վարչապետի մեկնաբանությունը։ Այդ տնտեսական փոխշավետ համագործակցության հիմքում պետք է լինի երկուստեք շահագրգռվածությունը։ Ես ուզում հարցնել, ինքս ինձ եմ հարց տալիս, Ադրբեջանը մեր որ ապրանքատեսակների կարիքն ունի, այդ որ ապրանքատեսակներն են, որ ադրբեջանական շուկայում պահանջարկված կլինեն հայկական արտադրության, սա մեկ, երկրորդը, իսկ բացի էներգակիրներից, ես նկատեմ նավթամթերքներից, բացի, ադրբեջանական որ ապրանքատեսակները մեզ համար կարող են մեր շուկայում կարող են լինել պահանջարկված։ Այսինքն եթե խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, ապա հիմքում պետք է ընկած լինի երկարաժամկետ երկու տնտեսությունները միմյանց հեռացնելու իրենց կարողություններով, թողարկող արտադրանքով եւ հետեւաբար շուկաների պահանջարկի ապահովման տեսանկյունից միմյանց հեռացնելու կոնցեպտը։ Ես այդպիսի հնարավորություն կամ այդպիսի քննարկում նույնիսկ չեմ լսել։ Ադրբեջանի հիմա այս բոլոր մկանաշարժը, իբր թե մենք տնտեսական հարաբերություններ ենք ձևավորում, իրականացնում մի բանի համար՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը։ Չէ, Ադրբեջանը այս տարածքում Նիկոլ Փաշինյանից բացի որևէ մեկին չի ուզում տեսնել։ Ընդհանուր նա չներ թաքցրել, չէ՞ դա։ Նույնիսկ դա այդ մասին հայտնել հրապարակավ, որ իրենց սրտի ղեկավարը Հայաստանի, դա Նիկոլ Փաշինյանն է, ինչու՞։ Որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ հեշտ է, ինչ պահանջում ենք անում է։
Իսկ ազգային ժողովում կառավարության հաշվետվությունը վերածվեց ոչ միայն թվերի, այլև կոշտ քաղաքական գնահատականների հարթակի։ Իշխող ուժը ազգային ժողովի ամբիոնից խոսում էր խաղաղության մանդատի մասին։ Արդարադատության համակարգի մասին վարչապետը առավել կտրուկ էր, նշելով, որ խնդիրները պետք է լուծվեն վիրահատական ճանապարհով։ Այսպիսով հաշվետվությունը դարձավ ոչ միայն անցած տարվա ամփոփում, այլև քաղաքական նոր ձևակերպումների մեկնարկ առաջիկա ընտրությունից առաջ։ Հինգշաբթի առավոտյան խորհրդարանում Փաշինյանն ու նախարարները շարունակում էին ներկայացնել կառավարության կատարողականը։ Նիստի սկզբին Փաշինյանի աչքից չվիրիպեց ընդդիմադիրների անսովոր շարժը։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը։ Սենց ստեյց մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս, Քննարկման մյուս առանցքում արդեն քաղաքական մանդատներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց, ինչպես է իշխանությունը բնորոշում հաջորդ ընտրություններով ստացվելիք մանդատը։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խոսքը լինելու է խաղաղության մանդատի մասին, միաժամանակ կոշտ ձևակերպման անդրադառնալով 2021-ի նախընտրական իրենց ծրագրին։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո դաշնակցական նախընտրական ծրագիր։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմա դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ արդեն զզվել է Փաշինյանի բառապաշարից։ Նրա խոսքով գործող իշխանությունը միաժամանակ փորձում է ներկայանալ թե արևմտամետ, թե ռուսամետ, սակայն իրական նպատակը իշխանության պահպանումն է։ Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դա նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի է զզվել ենք էլի։ Փաշինյանն նորեր առաջ քաղաքացիներին հրավիրել էր ավտոերթի նշելու Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Նախնին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հիշեց Երևանում եւ այլ վայրերում տխրահռչակ փոսերի մասին։ Հարցրեց, հաշվարկել են արդյոք թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել եւ թե այդ փոսերի պատճառով քանի մեքենա է հայտնվում խցանման մեջ։ Կոմբինանման մեծ գոյություն ունի, որը փոսը լինում է երկու ժամ հետո փոսը չկա։ Ուզում է ձուն, ուզում է բուկ, ուզում է ինչ ուզում է լինի, հնարավորություն չկա, այդքան փող ունենք, մի քիչ փոխտանք այդ բանից առնենք բերենք։ Պատտանենք այդ ցավից։ Պարոն Աղազյան, ես տարբեր երկրների գործընկերների հետ եմ շփվել, ասֆալտի կոմբայն, որպես այդպեսին չեմ հանդիպել, եթե լինի կփորձենք նաև Հայաստանում ունենալ։ Փաշինյանի մեղմ ասած չի գոհացնում արդարադատության համակարգի աշխատանքը։ Կատարվողը խայտառակություն է համարում, իսկ խնդիրն առաջարկում է վիրահատական ճանապարհով լուծել։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սրանով ցույց է ուզում տալ ժողովրդին հանրության առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետև բոլորը գիտեն, որ երկրում այդ ոլորտում խնդիրներ կա, որ իբր թե ինքը քայլեր է ձեռնարկելու եւ այդ խնդիրները լուծելու է, առաջինը հերթին էս է նպատակը։ Երկրորդը, որը կարծում շատ ավելի կարևոր նպատակ է իր համար, դա այն է, որ մեսիջ է ողջ համակարգին, որ ռեպրեսիաներ կսկսի իրենց նկատմամբ, այսինքն կոպիտ ասած պարտավորեցնում է, որ շարունակեն շատ ավելի բլու եւ հենազանդ լինել եւ հասկանալ, որ իրենց էլ կարող է վտանգ սպառնալ։ Պատասխանելով հարցին, թե որ համակարգերն են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում բարեփոխումները դարձրել են այլևս անշրջելի, Փաշինյանը մի անկեղծ պատասխան տվեց, որ մասնավորապես վերաբերում էր կրթության եւ բանակի ոլորտներին։ Որ լավ շրջողը լինի, միշտ էլ կարելի է շրջել։ Այսինքն տենց
ըստ էության տես բան չկա, որ ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել։ Եվ վերջում Փաշինյանը խոսել է ոստիկանության աշխատանքի եւ հանրային վստահության մասին, ընդգծելով, որ համակարգը պետք է դառնա առավել դինամիկ եւ ճկուն։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության համակարգում մեդիա առաջնորդության նոր մոտեցում է պետք հանրության հետ հաղորդակցությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Սակայն խորհրդարանի պատերից ներս եւ դուրս տեղի ունեցող վեճերից անդին քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրության։ Առաջիկա ընտրությունը կարևոր է, մասնակցությունը վճռորոշ, արդյունքը ճակատագրական։ Բայց ընտրությունը կարող է չդառնալ այս գործընթացի ավարտը, եթե որևէ քաղաքական ուժ չկարողանա հավաքել անհրաժեշտ ձայներ եւ ձևավորել կայուն մեծամասնություն, ընտրական գործընթացը կմտնի երկրորդ փուլ։ Այս սցենարի դեպքում մրցելու են առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերը, բայց ընտրությունը կփոխվի։ Ընտրողները ստիպված կլինեն ընտրել ոչ թե իրենց նախընտրած ուժի, այլ առավել ընդունելի տարբերակի միջև։ Ստացվում է, եթե հունիսի 7-ը չտա հստակ պատասխան, քաղաքական պայքարը պարզապես կշարունակվի նոր կանոններով, որոնք ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ 2 ամսից Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունն է նախատեսված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավելի քան 21 քաղաքական ուժի ընտրությանը մասնակցելու հայտ է ստացել։ Իսկ ինչ կլինի, եթե հունիսի 7-ին ոչ մի քաղաքական ուժի չհաջողվի հավաքել 52% ձայն։ Հայաստանում հնարավոր է ձևավորվի մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները չեն տա հստակ պատասխան, ով պետք է ձևավորի իշխանությունը։ Եթե որևէ քաղաքական ուժ չկարողանա ստանալ խորհրդարանում կայուն մեծամասնություն, երկրում կգործարկվի երկրորդ փուլի մեխանիզմը։ Ուշադրություն պետք է դարձնել կայուն մեծամասնություն եզրույթին։ Կայուն մեծամասնությունը մեր սահմանադրության պահանջն է 89-րդ հոդվածի, որովհետև սահմանադրությունը նախատեսել է, որ ցանկացած պարագայում, երբ որ ընտրություններ են տեղի ունենում, ազգային ժողովում պետք է լինի կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնությունը սկզբնապես, երբ որ ընտրական օրենսգիրքը ընդունվում էր 54% մանդատի մասին էր խոսում, 2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո այդ մեծամասնությունը հիմա 52%-ին է հավասարեցվել։ Ընտրությունը երկրորդ փուլ տեղափոխելու սցենարը գործի է դրվում այն դեպքում, երբ ընտրություններից հետո ոչ միայն որևէ ուժ չի հաղթահարում անհրաժեշտ 50%-ի շեմը, այլև քաղաքական ուժերը չեն կարողանում ձևավորել կոալիցիա։ Երբ որ չկա այդ մեծամասնությունը, այդ դեպքում կա հնարավորություն կառուցելու այդ կոալիցիան։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը, որը հետագայում այդ կառավարությունը ձևավորելու է։ Այդ դեպքում ընտրապայքարը տեղափոխվում է երկրորդ փուլ, որտեղ մրցում են առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերը, բայց այս անգամ ընտրողները ոչ թե թիմերի, այլ թիմերի վարչապետի տեխնացուների միջև պիտի ընտրություն կատարեն։ Ի տարբերություն առաջին փուլի, երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է, եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է։ Եվ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Երկրորդ փուլի իմաստը հենց վարչապետին որոշելու մեջ է կայանում։ Քաղաքագետների գնահատմամբ երկրորդ փուլը կարող է էականորեն փոխել քաղաքական տրամադրությունները։ Եթե առաջին փուլում ընտրողը կարող էր քվեարկել իր նախընտրած ուժի օգտին, ապա երկրորդ փուլում հաճախ ստիպված է ընտրել ոչ թե լավագույնը, այլ ավելի ընդունելին։ Ըստ նրանց անհրաժեշտ է չհասնել երկրորդ փուլին։ Եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան խնդիր լուծել առաջին փուլով, հազիվ թե երկրորդին հնարավոր լինի որևէ խնդիր լուծել։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը նախատեսված է քաղաքական կայունություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում հաղթող ուժը ստանում է հավելյալ մանդատներ, որպեսզի ձևավորվի կառավարություն առանց երկարատև բանակցությունների եւ անկայուն կոալիցիաների։
գործում է ոչ այնքան խորհրդարանական սկզբունքը, որքան այո, հենց հաղթողի եւ պարտվողի սկզբունքը։ Եվ եթե առաջին փուլում օրինակ կա տարբեր կոնֆիգուրացիաներով հաղթելու հնարավորություն, երկրորդ փուլի պարագայում այստեղ կա շատ պարզ, այսպես եզրափակիչ տրամաբանությամբ հաղթող եւ պարտվող։ Եվ այդ դեպքում ընդդիմությունը, եթե առաջինում չի կարողանում լուծել խնդիրներ եւ հարցը մնում է երկրորդին, ես կարծում եմ միարժեք հայտնվելու է պարտվելու ռիսկի ներքո։ Սակայն կա նաև հակառակ դիտարկումը, քննադատները նշում են, որ նման համակարգը կարող է արհեստական մեծամասնություն ստեղծել, ամբողջությամբ չարտացոլելով ընտրողների իրական տրամադրությունները։ Այսպիսով հնարավոր երկրորդ փուլը ոչ միայն իրավական ընթացակարգ է, այլ նաև քաղաքական նոր պայքար, ավելի կոշտ, ավելի բևեռացված եւ հաճախ ավելի կանխատեսելի ավարտով։ Եթե ընտրությունները չտան հստակ հաղթող, քաղաքական պայքարը պարզապես չի ավարտվի, այն կտեղափոխվի երկրորդ փուլ։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նախընտրական տրամադրության թեժացմանը զուգահեռ ավելանում են ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործերի թղթապանակները։ Բերման է ենթարկվել մինչև 15 անց ուժեղ Հայաստան կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել է, որ ձերբակալել են ընտրակաշարքի վերաբերյալ վարույթով։ Փաստաբանները չեն կարողանում տեսակցել ուժեղ Հայաստան կուսակցության անդամ եւ համակիր 4 բերման ենթարկվածների։ Կուսակցության անդամ իրավաբան Գոհար Մելոյանը հայտարարել է, որ փաստաբանական գործունեությունը խոչընդոտել համար հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Կուսակցության անդամներն ու աջակիցներն այսօր հավաքվել էին հակակոռուպցիոն դատարանի մոտ։ Դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը, որպեսզի նա բարձրանա եւ տարական այդ իրավական օգնությունը ցույց տա անձը իրավունք ունի հարցակնվել փաստաբանի պաշտպանի ներկայությամբ, դա եւս արգելվում ու խոչընդոտվում է։ Համատարած խախտումներով համատարած խոչընդոտներ են ստեղծում եւ այս բան տարական մասու տարական իրավունքներ են ոտնահարվում, պաշտպան ունենալու իրավական օգնություն ստանալու իրավունքը։ Այն հավճեկությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները իրավապահ համակարգը արձանագրում եւ արձագանքում է այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանք էին մնացած բոլոր դեպքերին, ծանր հանցագործությունների դեպքերին ամեն օր գրեթե համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն, հասարակության աչքի առաջ սպանություն, եթե այս նույն օպերատիվությամբ աշխատեին, ապա մենք ունենայինք հանցավորության էական նվազում, ինչ այս բանին չունենք։ Նույն կասկածանքն է, որը ինչպես տեսակ, երկու տարբեր դատարաններ անգամ այսպիսի ճնշման համոզված են, որ ճնշում է եղել, բայց անգամ այդպիսի ճնշման դեպքում չկարողացան անգամ տնային կալանք տալ մեր աղջիկներին, որովհետև փաստական հիմք որպես այդպիսին չկա։ Դատարաններն էլ կամաց-կամաց սկսեն հասկանալ, որ պետք է իրականում արդարադատություն լինի։ Հունիսի 8-ից հետո մենք դատախազներին էլ կազատենք այդ լծից, քննիչներին էլ կազատենք այդ լծից, որովհետև չի լինելու այլևս իրավապահ մարմինների աշխատանքի խոչընդոտում կամ պատվերներ։ Դատարանն այսօր պիտի քններ Բագրատ Սրբազանի դեմ ապացույցները, սակայն նիստը հետաձգվել է, քանի որ ոստիկանության աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողացել պատգամավոր Արթուր Սարգսյանին բերել դատարան։ Դատին ներկա չէր նաև Վահագն Չախալյանը, նրա բացակայության պատճառների մասին մանրամասներ հայտնի չեն։ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադար հաստատել։ Թրամփը ԱՄՆ փոխնախագահային եւ պետքարտուղարին հանձնարարել է գործակցել կողմերի հետ երկարատև խաղաղության հասնելու համար։ Թրամփը պնդում է, որ հաջողության դեպքում սա կլինի իր կողմից դադարեցված 10-րդ պատերազմը։ Ավելի վաղ Բեյրութը նախապայմաններ է առաջ քաշել Իսրայելի հետ բանակցությունների համար։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները։ Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով։ Իսկ ինչ է եղել այսօր եւ երեկ Լիբանանում, ինչ վիճակ է հայ համայնքում, ABC Media-ի մանրամասները հայտնել Լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը։ Հարավային Լիբանանի մեջ իրավիճակը կշարունակի մնալ լարված։ Իսրայելյան օդային ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել հարավային Լիբանանի տարբեր շրջաններում վրա, որոնց հետևանքով կարձանագրվին զոհեր եւ վիրավորներ։ Իսրայել Հեզբոլլա բախումները կշարունակվին առանց հստակ դադարեցման։ Իսկ ՄԱԳ-ի խաղաղապահ ուժերը, որոնք կգտնվին սահմանային շրջաններում մեջ, կգտնվին ճնշման տակ եւ սահմանապակ կարողություն ունին միջամտելու։ Քաղաքական կետնի վրա կնկատվի որոշ դիվանագիտական շարժում, ներառյալ
Լիբանանի եւ Իսրայելի միջև հնարավոր ուղիղ քննարկումներ կատարելու գծով, սակայն Լիբանան կշարունակի գոչ ուղղել զինադատարի եւ միջազգային միջամտության։ Այս բանակցությունները կմնան փխրուն, քանի որ ռազմական գործողությունները դակավին կշարունակվին Լիբանանի տարածքին։ Իսկ վերջին 24 ժամվան ընթացքին հայ համայնքին ուղղակի վերաբերող միջադեպեր չեն արձանագրված, սակայն համայնքը անուղղակիորեն կգրե աստեցություն, լադնդեսական ճնշումներ, ընդհանուր անկայունություն։ Իսկ Բուրչամուդի եւ այն ջարի, ինչպես նաեւ հայաբնակ այլ շրջաններում մեջ կյանքը կշարունակվի, բայց զսկուշավոր մթնոլորտի մեջ։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի բոլոր ռազմաբազաները, որտեղ նախկինում գտնվում են ամերիկյան զորքերը, անցել են սիրիական բանակի լիակատար վերահսկողության տակ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահպանելով Իրանի ծովային շրջափակումը կարող է վերահարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով ԱՄՆ-ն շրջափակում է իրանական նավահանգիստները, ոչ թե Հորմուզի նեղուցը, եւ մտադիր է բաց ծովում կանգնեցնել իրանական նավերը, այդ թվում տանկերները։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամի 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։